Ես ուզում եմ, որ Աստված վստահի ինձ։ Շատ ժամանակ էսպես էի ասում ու էսպես էի մտածում։ Վստահեր ինձ իր գործը, վստահեր իր խոսքը, որ ես լինեմ իր խոսքը տարածողը, իր գործը կատարողը, եւ ուզում էի, որ Տերը ինձ վստահի։ Եվ Հովհաննես ավետարանում, եթե դու էլ ասել ես, որ ուզում ես, որ Աստված քեզ վստահի, Հովհաննես ավետարանի 2-րդ գլխի 23 խոսքից կկարդամ ու մի փոքր պատգամ եմ պատրաստել ինձ համար եւ քեզ համար։ Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր, շատ մարդիկ հավատացին նրա անվանը, տեսնելով նրա գործած հրաշքները, բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր եւ կարիք չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր, ինչ կար մարդու մեջ։ Փառք Հիսուսին իր խոսքի համար։ Մեր Տերը ուզում է, որ մեր ներսը մաքուր լինի, ու եթե մենք էլ ուզում ենք, որ Հիսուսը մեզ վստահի, ուրեմն պետք է քննենք մեր ներսը, պետք է մաքրենք մեր ներսը, ու մեր ներսը մեր Տերը տեսնելով մեզ վստահի, մեր ներսում տեսնի այն հավատքը, այն անկեղծ վստահությունը, որ դեպի իրան է ուղղված, մեր ներսում տեսնի իր պտուղը, որ բարությունը, քաղցրությունը, հեզությունն է, որ սիրն է ամենակարևորը, որ տեսնի, որ սիրում են ու մենք կտարբերվենք այս աշխարհի մեջ, եթե սեր ունենանք, ու Տերը, երբ որ տեսնի իմ ու քո ներսը փոխված, մեզ կվստահի, մեզ իր որդին կհամարի ու մենք էլ իր գործը կարող ենք կատարել։ Դրա համար առաջինը քննենք մեր ներսը, մեր ներսի չար պտուղը հեռացնենք ու նոր իր Սուրբ Հոգով նորոգվենք, մեր միտքը թող նորոգվի Քրիստոսի Սուրբ Հոգով, եւ Տերը իրապես թող ինձ եւ քեզ նորոգված տեսնի, մաքուր սրտով տեսնի, պարզ հավատքով, մանկան հավատքով տեսնի, որ ինքն է ճշմարտությունը, ճանապարհն ու կյանքը, ու թող մեր Տերը մեզ քննի ու մաքուր տեսնի, ու մենք էլ կատարող լինենք իր գործը։ Տերը քեզ շատ օրհնի, հիշիր, որ Հիսուսը սիրում է քեզ ու դու թանկ ես իր համար, որովհետև ինքը քեզ իր արյան գնով է գնել։